Հայա, ողջույն սիրելի աղջիկներ եւ տղաներ։ Իմ անունն է Սելին, եւ այսօր եկել եմ ձեզ ասեմ այն վիտամինների եւ միներալների մասին, որ կօգնեն ձեզ ունենալ առողջ, գեղեցիկ մազեր եւ կօգնեն մազերի ավելի արագ աճին։ Կսկսենք ամենաքիչ էֆեկտիվից մինչեւ ամենաէֆեկտիվը։ Մեզ մոտ 7-րդ տեղում է կոլագենը։ Այն պետք է ընդունել գիշերները 2-ից 3 ամիս։ Եկեք չմանրամասնենք, թե որ վիտամինն ու միներալը ինչու է անհրաժեշտ եւ ինչպես է օգնում մազերի աճին եւ ավելի գեղեցիկ մազեր ունենալուն, որպեսզի վիզիոն ձանձրալի չդառնա։ 6-րդ տեղում է օմեգա 3-ը։ Այն կարող եք ընդունել 3-ից 6 ամիս հաց ուտելու ընթացքում։ 5-րդ տեղում է B խմբի վիտամինները։ Կարող եք խմել B կոմպլեքս կամ մուլտիվիտամին, քանի որ մուլտիվիտամինը իր մեջ պարունակում է բոլոր B խմբի վիտամինները։ Եվ քանի որ պարունակում է նաև այլ վիտամիններ, եթե հանկարծ ինչ-որ այլ վիտամինի պակաս ունենաք, դա էլ կլրացվի եւ դա նույնպես կարող է նպաստել ավելի առողջ մազեր ունենալուն։ Մուլտիվիտամինները, ինչպես նաև B խմբի վիտամինները խմում ենք առավոտյան։ 5-րդ տեղում B խմբի վիտամիններն էին, իսկ 4-րդ տեղում բիոտին կամ նույն B7 վիտամինը։ Տուփի մեջ 60 հատը, այսինքն նախատեսված 2 ամսվա համար, խմում ենք առավոտյան եւ այն ազդեցիկ է հատկապես այն դեպքում, երբ օրգանիզմում կա դրա պակասը։ 3-րդ տեղում է վիտամին D-ն։ Պարզապես ֆիքսեք, որ վիտամին D-ն չեն խմում գիշերները։ Ես անձամբ օգտագործում եմ վիտամին D 50,000 ամիսը 1 անգամ, բայց ավելի ճիշտ կլինի նախ հանձնեք վիտամին D-ի անալիզ եւ ըստ դրա հասկանաք ձեզ անհրաժեշտ դոզան։ Ես անձամբ կիսվում եմ իմ փորձով եւ ասում եմ, թե ես ինչպես եմ ընդունում այս միներալներն ու վիտամինները, բայց ճիշտ կլինի հանձնեք անալիզ եւ լսեք բժշկին։ Հատկապես եթե ունեք մազաթափություն, ճիշտ կլինի հանձնել անալիզներ բացահայտելու համար դրա պատճառը։ 2-րդ տեղում է ցինկը։ Այն օգտագործում ենք 2-ից 3 ամիս հաց ուտելուց հետո։ Եվ առաջին տեղում է երկաթը։ Բայց երկաթ ընդհանրապես չի կարելի օգտագործել, եթե օրգանիզմում չկա դրա պակասը, կամ կարող եք ընդամենը 10 օրվա կուրսով օգտագործել։ Իսկ կանանց դեպքում կարող եք միայն դաշտանի օրերին օգտագործել։ Եթե խմում եք եւ երկաթ եւ ցինկ, 2-ից 4 ժամ տարածությունով խմեք։ Եվ ոչ մի դեպքում միաժամանակ մի օգտագործեք։ Այսպիսով երկաթը առաջին տեղում է, քանի որ նրա պակասը կարող է առաջացնել ուժեղ մազաթափություն։ Եվ հիմա դուրս ենք գալի դեղատնից եւ գնում ենք խոհանոց։ Այսինքն, մեզ անհրաժեշտ է սպիտակուցներ, քանի որ մեր մազերի 90%-ը կազմված է սպիտակուցից, որի անունն է կերատին։ Այնպես որ շատ կարևոր է օգտագործել այնպիսի սնունդ, որը պարունակում է սպիտակուց։ Կաթնամթերք, հավի կրծքամիս, ձուկ, հավկիթի սպիտակուց։ Իմացեք, որ այս ամենի արդյունքը շատ արագ չի լինելու եւ պահանջվելու է մոտավորապես 3 ամիս ժամանակ, որպեսզի դուք նկատեք փոփոխությունը։ Դե ինչ, այսօր այսքանը։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։ Bye bye։